Գկոհանամ քեզ մե որ ինձի պատասխան տվիր ու ինձի փրկություն եղար այն քարը որ շինողները անարգեցին անգյունին գլուխը եղավ անիգա դերոճմե եղավ եւ զարմանալի է ասիգա մեր աչքերուն այսօր այն օրն է որ Դերը ստեղծեց ցնցանք եւ ուրախ ըլլանք անոր մեջ հիմա գաղաչեմ ով Դեր փրկե հիմա գաղաչեմ ով Դեր հաջողցուր օրտնյալը լան որ Դերոջը անունով գուքա օրտնեցինք քեզ Դերոջը դունեն մենք օրտնենք Դերոջը անունը ոտքի վրա երգելով 440-րդ երգը երգ 440 Ողջույն մեծ Էմանուելին թոբեդությունք երկնից երգրբակ են զայն հրճակ են արքադեր ամենից երգրբակ են Զայն հրճակ են արքադեր ամենից թող մեր երկրին լեզուկ ամեն ըլլան հոսայնագից անոր պարքդան զայն հնտունին արքադեր ամենից անոր պարքդան զայն հնտունին արքադեր ամենից երբ պիտի մենք զայն բաշտենք հիմեջ քնթած երկնից անոր երգենք ու զայն քոչենք արքադեր ամենից անոր երգենք Զայն քոչենք արքադեր ամենից Մինչ ոտքի վրա ենք փոխադարձ սապարգարտանք փոխադարձ ընթերցում թիվ 21 մեր երեքարաներու վերջավորության փոխադարձ ընթերցում թիվ 21 Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղագե, ով Երուսաղեմի աղջիկ։ Ահա քու թագավորդ քեզի գուքա, անիգա արդար ու պրգիչ է, հեզ է ու իշու վրա հեծած և իշու ծագի ավանագի վրա։ Ով է այս պարած թագավորը, ով թռներ,
գլուխնիդ վեր վերցուցեք ու վերցուցեք, ով հավիտենական թռներ, որբեսի պարած թագավորը մտնե։ Զորքերուն դերը ինքն է պարած թագավորը։ Եվ ժողովուրդները, որոնք արջևեն ու ետևեն գերտային, գաղաղագեին ու գսեին, Օվսաննա, որդվո Դավթի, օրհնյալ է ան, որ Տերոջը անունովը գուքա, Օվսաննա ի բարձունս։ Եվ իր բատմուջանին վրա ու իր աստրին վրա տրված քիրմը ուներ, թագավոր թագավորած եւ դեր դերանց։ Հաղորդենք թագավորներու թագավոր եւ դերերու դեր, որքան շնորհակալ ենք քեզ մե այսօր, որտու մեզի արիթը դվիր հավաքվելու կուտանդ մեջ եւ անգամ եւս դոնախմբելու քու մուտքդ Երուսաղեմ, իբրև թագավորներու թագավոր, դերերու դեր եւ արքաներու արքա։ Թեպետով դեր խոնարհապար եկար եւ այս աշխարհին ով դեր քու խաղաղությունը տարածեցիր, շնորհք տուր մեզի, որ մեր սրտերը բացլան ընդունելու քեզի, իբրև մեր կյանքին դերը եւ թագավորը, իբրև մեր փրկիչը, իբրև մեր արչեւ ջամփապացողը։ Շնորհակալ ենք քեզ ով դեր այս շնորհքին համար։ Մեր սրտերը կփանանք ով դեր։ Եկուր եւ մեր կյանքի մեջ մտիր։ Եկուր եւ հատկապես այս պաշտամունքը քու ցերկերուտ մեջ առ, առաջնորդե մեզի, խոսե մեզի եւ մեր հավատքը զորացուր։ Այս բոլորը Հիսուսի անունով գաղութենք։ Ամեն։ Մեր նստած տեղերեն պիտի երկենք նաև Ձագազարդի ուրիշ երկմը, երկ 628-ը, երկ 628-ը։
թադրեցուր թողոքի սիրով թանկչի հաղթողին արմավենի հայ շամդուր որ ցերց արնեմ և սրբոցու ռեշտակած հետ ես նոր երկ երկեմ Ռամանով ծուրբ ռեշտակներն բոլորնիք սպանակ տնեն և վերեն սիրույթ աչքեն մինչև վերջը ռազսկեն հաղթողին արմավենի այս շամդուր որ ցերց արնեմ և սրբոցու ռեշտակած հետ ես նոր երկ Բարի լույս ձեզ, բարի եկած ենք բոլորս Աստծո այս գեղեցիկ օրվան մեջ և այս գեղեցիկ առիթով, այն առիթով, որ Հիսուս հաղթական Երուսաղեմ մտավ խոնարհությամբ իր աշակերտներուն հետ իր խաղաղությունը տարածելու աշխարհի վրա և մանավանդ հրավիրելու մեզի, որ ինքը ոչ միայն Երուսաղեմ մտնե, այլ մտնե նաև մեր դուները մտնե նաև մեր սրտերուն մեջ, մեր կյանքերուն մեջ և ինքը լա թագավորը, ուր մեր կյանքը կխաղաղեցնե, մեզի կհանգստացնե, մեզի կմխիթարի և կառաջնորդե։ Թող այս դարվա զարգազարդի այս մեր դոնախմբությունը լա այս առիթը, որ վերանորոգենք մեր հավատքը, մեր նվիրումը մեր Տերոջը հանդեպ և թող Տերը թագավոր է և իշխե մեր կյանքին վրա։ Ամեն։ Գուզենք քանիմը ծանոթություններ կատարել, ինչպես արդեն կտեսնեք մեր լրադուին մեջ, մեր լրադուին երրորդ էջին մեջ, ունենք իհիշադակ հայոց ցեղասպանության հայդակիրը, սեմինարը, ուրեմն Կանադայի հայ ավետարանչական ընկերակցությունը AMAC-ին սիրով կհրավիրեց ես մասնակցելու սեմինարիմը, որ նյութն է Հայաստան 3000 տարվան պատմություն։ Փանախոսը դոկտոր Բաղդվելի Ռոնե Լևոնյան մեզի պիտի միանա Ֆրանսայեն և ինք պիտի կատարի այս փանախոսությունը։ Դեղի պիտի ունենա չորեքշաբթի ապրիլ 22-ին ժամը 7-ին Մոնտրեալի հայ ավետարանական եկեղեցվո մեջ, այսինքն այս եկեղեցվո մեջ կպապակենք, որ բոլորս ներկա ալանք այս կարևոր և այժմիական բանախոսության։ Ինչպես ուրախ լուրերու գողքին նաև կյանքը լեցուն է դխուլ լուրերով և այսօր դխուլ լուր մոնինք, սրդի ցավով կկուշենք անագնգալ մահը Ալին Քյուպելյանին, որ բադահեցավ շաբաթ 21 մարտ 2026-ին հիվանդանոցի մեջ հետ գարջադև հիվանդության։ Հուագավորության արարողությունը դեղի ունեցավ 3 շաբաթ 28 մարտ ժամը 11-ին հայ ավետարանական առաջին եկեղեցին մեջ։ Մեր սրտագին ցավակցությունները անոր ամուսինին բարոն Անդրե Բարագիսին, աղջկան և բոլոր հարազատներուն։ Easter Lily donation. The Easter lilies are donated by Elizabeth Bastralian in loving memory of her mother, Josephine Haleplian, on the 2nd anniversary of her passing, continuing a cherished family tradition of offering lilies in remembrance as Mrs. Josephine did in memory of her own mother, Ovsanna Halepian. Շատ շնորհակալ ենք այսօրվա զայիկներուն նվիրատության համար, դերը օրհնե
բոլոր նվիրատուները եւ անոնք, որոնք կմասնակցին այս եկեղեցվո բարգավաճման եւ իրանց սիրահոժար նվիրատությունները կգադարեն։ Դերը օրհնե բոլորին։ Աստծո խոսքեն պիտի գարտամ Մատթեոս ավետարանի 21-րդ գլխուն 1-11 համարները։ Ավետարան ըստ Մատթեոս 21 1-11 համարները։ Ուշադրությամբ եւ երկուղացությամբ մտի գնենք Աստծո խոսքը։ Երբ Երուսաղեմի մոտեցան ու եկան Փեթփակե դեպի Ցիցենիացիները, այն ադեն Հիսուս իր աշակերտներեն երկուքը ղրգեց եւ ըսավ անոնց. «Կացեք այդ ծեր թիմացի քյուղը եւ հոն պիտի գտնեք գապված էշմը ու անոր հետ ավանակմը, արցակեցեք զանոնք ու ինձի բերեք։ Եթե մեկը ցեզի բան ասե, ըսեք թե դերոջը պետք են եւ շուտ մը զանոնք պիտի ղրգե։ Այս ամեն բաները եղան, որբեսի գադարվի մարգարեին խոսքը, որ գսե. ըսեք Սիոնի աղջկան, ահա քու թագավորդ քեզի գուկա, հեզ ու իշու վրա հեծած եւ իշու ցակի ավանագի վրա։ Աշակերտները կացին եւ ինչպես Հիսուս իրենց պատվիրել էր, ըրին ու բերին էշն ու ավանագը, անոնց վրա իրենց հանդերձները տրին ու նստավ։ Ժողովուրդեն շատեր իրենց հանդերձները ջամփուն վրա փրեցին եւ ուրիշներ ձարերեն ջուղեր կգդրեին ու ջամփուն վրա կդարածեին։ Ժողովուրդը արջևեն ու յետևեն գերտար գաղաղագեին ու գսեին. «Ովսաննա, որդի Դավթի, օրհնյալ է ան, որ դերոջը անունով գուկա, Ովսաննա ի բարձունս»։ Երբ անիգա Երուսաղեմ մտավ, բոլոր քաղաքը շարժեցավ ու ըսավ. «Ով է աս»։ Շատերսին ասիգա Հիսուս մարգարեն է, Գալիլեայի Նազարեթեն։ Թող Տերը օրհնե իր սուրբ խոսքին ընթերցումը։ Ամեն։ Գողջունենք ձեզ Քրիստոսի անունով եւ բարի կալուստ կմաղթենք ձեզ մե ամեն մեկուն, որ եկած եք Զարգազարդի այս օրհնյալ առավոտյան մեջ Աստված պաշտելու։ Բարի լույս ձեր բոլորին։ Մասնավոր բարի կալուստի խոսք ունենք այսօր մեր մեջ եղող Ֆլորիդայեն Դիգին Աղավնի Քոչարյանին եւ Long Island-են դերև Դիգին Հերման եւ Քեղուհի Չարքջյաններուն, ինչպես նաեւ դերև Դիգին Օնիկ եւ Վալիա Яვრյաններուն, որ 58 տարի առաջ զիրենք ամուսնացուցի բոլսո մեջ։ Եվ Մանուկ եւ Իրմա Մելքոնյաներուն, բոլոր բարի եկած եք Զարգազարդի այս ուրախ արիթով։ Այս բոլորին համար եկեք սրտանց աղոթքի համար մեր սրտերը խոնարհեցնենք։ Երկնավոր Հայր, քո օգնությունը մատուցանենք քեզի Զարգազարդի այս օրհնալ առավոտյան մեջ միասնապար քեզ բաշտելու արիթին համար։ Գխոնարին քո սուրբ ներկայությանդ արչև գոդրած սրտերով, ինչպես որ մուտք կործեցիր հաղթական գերբով Երուսաղեմ քաղաքը, մուտք կործե նաև մեր սրտերուն եւ թուն թակավոր է մեր կյանքերուն մեջ։ Կխնդրենք Սուրբ Հոգիովդ մխիթարություն դաս սկավոր բարակլիս ընտանիքին
ինչպես նաև իրենց սիրելիներուն հիշադակը հարգող Բասրալյան և Յավրոյան ընտանիքներուն։ Կանյուրթուն ես մեր մխիթարության Աստվածը ու սիրող հայրը զորացուր իրենց հավատքը, համբերությունը և հույսը հավիտենական կյանքի։ Օրհնես այսօրվա պատգամը և պատգամաբեր ծառատ, որ քո խոսքդ պիտի աղոթե։ Շնորհակալ ենք նաև դանդ մեջ նվիրված ծառայող բոլոր զավակներուդ համար։ Երկնավոր Հայր կխնդրենք, որ միջամտես միջին արևելքի պատերազմին, ողորմություն ցույց տաս հոն դարաբող ժողովուրդներուն, մեր հայրենակիցներուն, ծրվե աշխարհի խավարը, լուսավորե մեր մտքերը, քեզմով խանդավառե մեր սրտերը, որ մեր կյանքերը օրհնվին ու քո անունդ փառավորվի։ Ասոնք կխնդրենք մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անունով, որուն գվայել է փառք, իշխանություն և բադիվ հիմա ու հավիտյանս։ Ամեն։ Մեր վերջին երգը պիտի լա 700-րդ երգը Զալգազարդի խանդավառությամբ ու ուրախությամբ, երբ որ երգենք, նաև մեր մանուկները դողանց պիտի կատարեն այս արդիվ և իրենց հայդակիրը պիտի կործադրեն երգին վերջավորությամբ։ Ոտքի վրա լանք։ Հոսանա Քրիստոս արքային, հրճին քալուստ գհրճագեն և փրկություն մեղավորին, փառապանություն երգենք, հարացայներ հնչեցնենք, Հոսանա, Հոսանա, Հոսանա քարին Աստծո, փառապանություն երգենք, հարացայներ հնչեցնենք, Հոսանա,
Հոսանա, Հոսանա քարին Աստուծո, Մեսիանուն ցնցում դվավ ամեն ռեյի հետանոսի զիրարյամ մեղքը վերցավ ուստի երկենք դերն Հիսուսի հարապանություն երկենք հարացայները չեցնենք Հոսանա, Հոսանա, Հոսանա քարին Աստծո Հոսանա, Հոսանա, Հոսանա քարին Աստծո Օգտնել, որտիվ վերվերսել ու վերցնեցել ով հավերենական տրնել, որպեսի պաստակավոր մտնել, ով է այս պաստակավորը զակերան դեն, ինե պաստակավոր։ Hosanna, Hosanna,
Դեր Հիսուսն է գիտին։ Մեծապես շնորհակալ ենք մեր մանուկներին, որ այս գեղեցիկ հատակիրը մեզի ցիկեցին, որ վայելենք իրենց գեղեցիկ երգերով, իրենց մանկական հոգիով եւ մինչ մտիկ կնեի վերեն միտքս կուքար Հիսուսը այն խոսքը որ գսե եթե մանուկներու պես չլակ չեք կնար երկնքի արքայությունը ժառանգել դերը այսպիսի անգերց հավատարիմ մաքուր սրտով մանուկներու պես սիրտ կուզե, որպեսի արժանի դարձնե մեզի իր երկնքի արքայության։ Դարձյալ շնորհակալ ենք պատրաստողներին, իրենց հոգացողներին, որոնք պատրաստեցին շաբաթները ի վեր եւ մանավանդ իրենց մե այս համարձակության համար, որ բոլորին արժև եկան եւ իրենց լավագույնը կատարեցին Աստծո փառքին համար, թող Աստված օրհնե իրենց կյանքերը, իրենց ծնողները եւ իրենց աբական Աստծո ցեկերուն մեջ լա։ Աստված հովանի լա եւ իրենք խաղաղ եւ բդղապեր կյանքը ունենան։ Այսօր զարգազարդ է։ Դարվան ամենագեղեցիկ օրերեն մեկը։ Եվ ինչ կմտածեի այսօրվան մասին աշխարհ երկու դոներ կա, որ շատ խանդավառությամբ եւ ուրախությամբ կդոնե։ Մեկը Հիսուսի ծնունդն է, իսկ մյուսն զարգազարդն է, որուն մեր մանուկներուն ամենալավը գուզենք հագցնել, գուզենք ուրախությամբ եկեղեցիկալ, գուզենք տոնախմբել, որովհետև Սուրբ ծնունդին Աստված մարմինը ստացավ, մեզի պես եղավ եւ այս աշխարհ եկավ։ Իսկ զարգազարդին Քրիստոս մարմնացած Աստվածը Երուսաղեմ մտավ։ Իր քաղաքը, թագավորին քաղաքը։ Եվ անշուշտ Սուրբ Հարության դոնը չենք մոռնար եւ անիալ դարբեր ուրիշ իմաստ ունի, որ կպատրաստվենք տոնախմբելու եկող գիրակի։ Բայց եկեք այսօր վայելենք այս օրը, զարգազարդի օրը։ Հիսուսի հաղթական մուտքը Երուսաղեմ։ Եվ այս օրը հատկանշական օր մնե, օր մի եղավ Հիսուսի կյանքին մեջ։ Սկիզբ եղավ Հիսուսի կյանքին վերջին շաբթվան։ Թեպի Երուսաղեմ մուտք գործելով։ Մտավ քաղաքը, Դավիթ թագավորի քաղաքը, որ հիմնած էր, բայց մտավ թագավորը, որ ժողովուրդը այդպես չէր ակնկալեր, որ իրենց թագավորը, իրենց ամենակարևոր քաղաքը մտնեն։ Ընդհանրապես թագավորներ, երբ որ քաղաք կմտնեին, գմտնեին պատերազմական ծիերով, գմտնեին զինվորներով, թրոշակներով, երջախումբերով, նվագախումբերով։ Բայց Հիսուս այս բոլորեն ոյը մեկը չի կործածեց, այլ մտավ ավանագի մվրա նստած, որ նույնիսկ իրը չէր, փող արած էր, իր աշակերտները ղրգեց, որպեսի փող առնեն, զինվորներ չունեցավ, այլ իր շուրջը կար իր աշակերտները, եւ այս խմբագին արջևեն եւ ետևեն գմասնակցեր ժողովուրդը, թրոշակներ չի գային, բայց արմավենի ջուղեր գային, ինչպես այսօր մենք կտեսնենք, եւ երջախումբ չի գար, նվագախումբ չի գար,
Բայց բզդիգեն մինչև մեծ գերքեին և գպացանքաչեին Ovsanna, ortnjale an, որ դերոջը անունով գուկա։ Ասիկա կարծեք հագասական պատկերմն է։ Թագավորը այսպես մեկ չէր որ մտներ։ Մարդկային մտածումով։ Այս միան պատմական թեփք մչեղավ, բայց նաև հայտնություն մի եղավ, թե ով է Հիսուս թագավորը։ Ինչու եկած է այս աշխարհ և ինչու Երուսաղեմ մտավ։ Այս իր մուտքին մեջ անցույց տվավ, որ իր թագավորությունը դարբեր թագավորություն է։ Չի նմանիր այս աշխարհի թագավորներուն, նախագահներուն, արքաներուն, չի նմանիր անոնց, այլ ինքը դարբեր թագավորմն է։ Մտավ Սուրբ քաղաքը Երուսաղեմը, ցույց տալով, որ ինքը սուրով չէ եկած, բادرազմի համար չէ եկած, ցույց տվավ, որ ինքը խոնար թագավորմն է, որ ամենախոնար անասունի վրա նստավ և ոչ բادرազմական ծիի վրա։ Եվ ասիկա ցույց կուտար այն մարգարեությունը, որ գրված էր իրեն համար հարյուրավոր տարիներ առաջ։ Երբ կգարտանք Զաքարիա մարգարեության մեջ 9-րդ գլխուն 9-րդ համարի մեջ, այսպես կսե. Մեծապես ուրախացիր, ով Սիոնի աղջիկ, ցնծությամբ աղաղե, ով Երուսաղեմի աղջիկ, ահա կուտակավորդ քեզի ուկա, անիգա արդար ու փրկիչ է, հեզ է ու իշու վրա հեծած և իշու ծագի ավանագի վրա։ Այս մարգարեությունը կատարվեցավ ճիշտ այն օրը, երբ Հիսուս Երուսաղեմ մտավ։ Ցույց տվավ իր մուտքով, որ իր թագավորությունը ուժով և զորությամբ չի հաստատվեցավ, այլ իր թագավորությունը խաղաղությամբ, ազատություն բերող թագավորություն մի եղավ։ Չեղավ թագավորությունը, որ ստիպեց մարդոց, որ ինք թագավորը լա, այլ եղավ թագավորությունը, որ աշխարհի մարդկության արիթը տվավ ազատ ըլլալու, որպեսզի ընտրեն, թե Հիսուս իրենց թագավորն է կամ ոչ։ Եվ եղավ աշխարհի թագավորությունը, ամբողջ աշխարհի վրա, ոչ թե միայն Երուսաղեմի մեջ, Իսրայելի մեջ, Միջին Արևելքի մեջ, այլ բոլոր աշխարհի մեջ, բոլոր ժամանակներու մեջ, մինչև այսօր Հիսուս իբրև թագավորներու թագավոր, բոլոր մարդկության ընտրությունը կուտա, որպեսզի մարդիկ իրենք ընտրեն, թե Հիսուս իրենց թագավորն է կամ ոչ։ Անիկա խաղաղության թագավոր է։ Եկավ, որպեսզի ինքզինքը զոհ մատուցանե, ինքզինք զոհաբեր է, և այդ քանի օր վերջ կատարվեցավ։ Ասիկա ցույց կուտա, որ իր թագավորությունը աշխարհի թագավորներուն չի նմանիր։ Որևէ մեկ թագավորը ինքզինք չի զոհեր, որպես իր քաղաքը պաշտպանե, այլ իր զինվորները կզոհե և ամենավերջին կմնա։ Բայց Հիսուս Քրիստոս ճիշտ հակառակը ըրավ, նախ ինքզինքը զոհեց, որպեսզի իրեն հավատացողներուն կյանք բերե, հավիտենական կյանք բերե։ Օրհնյալ է ան, որ գուկա դերոջը անունովը, այսպես աղաղեցին, մանուկները, բադանիները, երիտասարդները, դարեցները, ձերերը, Ovsanna, որ կնշանակե փրկե մեզ, հիմա փրկե մեզ, փրկությունը տուր մեզի։
Շատեր ուզեցին լրացնել եւ ասին թող լուր գնան քո աշակերտները, թող լուր գնան այս մանուկները։ Բայց Հիսուսը ասավ, եթե անոնք լրեն, այս քարերը պիտի աղաղակեն։ Երբ որ Աստված մուտք կգործե, ովևէ մեկ բան լուր չի գնար գնալ։ Երբ Աստված գքալե, քարերը նույնիսկ գխոսին, գաղաղագեն։ Բայց եւ այնպես ժողովրդի մեծամասնությունը իրենց ակնկալության չհասան, որովհետեւ չի հասկացան, որ Հիսուս ինչ տեսակի թագավոր մներ։ Իսրայելի ժողովուրդը կապրեր այն ժամանակաշրջանին, որ հռովմեացիներու բռնակալության եւ իշխանության տակ էր։ Եվ իրենք գուզեին եւ կփնտրեին արիթմը, որբեսի ազատագրվին այդ բռնադիրութենեն։ Եվ տեսան Հիսուսը, որ Աստուծո անունով եկած, զորությամբ կկործե, հրաշքներ գնե, գույրերու աչքեր կփանա, անդամարույցներ ոտքի կհանե, մերելներու կյանք կուտա։ Եվ հանգարց մտածեցին, որ ինչ լավ տեքնածումն է Հիսուս, որ ազատ է մեզի հռովմեացիներու քերիշխանութենեն եւ բռնակալութենեն։ Լավ անցմն է Հիսուս, գրնա անել ադիգա։ Բայց Հիսուսի առաքելությունը ատկե շատ անտին էր։ Այս աշխարհի թագավորներուն բռնադիրութենեն ազատագրելու առաքելութենեն շատ ավելի անտին էր։ Հիսուս եկած էր մարդոց հոգիները ազատագրելու սատանայի բռնադիրութենեն։ Եվ ժողովուրդը չի գրծավ հասկանալ ասիգա։ Որովհետև ինչ որ իրենք կտեսնեին, հռովմեացիներն էին։ Բայց Քրիստոս ատկե անտին կտեսներ, որ սատանան եւ մեղքը բռնած է մարդոց հոգիները։ Եվ ինք եկած էր այդ գաբանքը քագելու։ Բայց եկած էր ոչ թե բռնադիրությամբ, ստիպմամբ, այլ եկած էր ամբողջ ազատությունը դալու մարդոց, որան որ գուզե ազատագրվել, իրեն հավատալով գրնա այդ փորձառությունը ունենալ։ Շատ անգամներ մենք ալ գինանք նույն զուգին մեջ։ Մենք մեզի քրիստոնյա կսենք, գաղութենք, գերքենք, Աստծո խոսքը կգարտանք, եկեղեցի ու կանք կծառայենք եւ կսկսենք որոշ բաներ ակնկալել Աստծո։ Որոշ մտքեր ունենք։ Ամենադեն չէ որ Աստված կուտա մեզի։ Եվ մեր ակնկալությունը մեզի հուսախաբության կտանի, երբ որ չենք ստանալ ինչ որ գուզենք։ Եվ ադիգա փորձություն մնե որ մեզի գհերացնե Աստուծո հավատքեն։ Ադիգա թագարտ մնե։ Էականը այն է, որ մեր հոգիները ազատագրված լան սատանայի եւ թժողքի բռնադիրութենեն եւ Հիսուս ճիշտ ադոր համար եկավ այս աշխարհ։ Ճիշտ ադոր համար մտավ Երուսաղեմ եւ պատրաստվեցավ ինքզինքը զոհաբերելու մեկ անգամվա համար, բոլոր մարդկության համար Աստուծո քարնուգի եղավ, որովհետեւ մորթվի իր արյունը թափե, որովհետեւ մենք իրեն հավատալով ազատագրվենք սատանայի իշխանութենեն եւ ունենանք հավիտենական կյանքը։
Հիսուս լավ գիտեր, որ այդ օրվա ուրախությունը եւ խնջույքը, այդ օրվա բարի կալուստը միայն այդ օրվա համար է։ Հիսուս լավ գիտեր, որտեև Երուսաղեմ գմտներ գոր ուրախությամբ, բայց ինք լավ գիտեր, որ գմտներ գոր զոհվելու։ Ինք լավ գիտեր, որ ոչ թե միան գմտներ գոր թագավորներու թագավորը, այլ գմտներ գոր Աստուծո քարնուգը։ Դավիթի քաղաքին մեջ քանի օրեր յետք խաչի ելնելու, իր արյունը տապելու, զոհվելու, որովհետեւ աշխարհի մարդկությունը արիթ ունենա փրկության, Աստուծո փրկության։ Քանի օրեր վերջ պիտի մերժեին եւ ինք լավ գիտեր։ Անոնք, որոնք այդ օրը աղաղեցին եւ ասին Օվսաննա օրտնյալ ան, որ Տերոջը անունով գուկա։ Քանի օրեր վերջ պիտի աղաղեին եւ ասեին խաչը հանե ադիգա, խաչը հանե։ Մեր ուզածը չրավ, թող խաչվի։ Այս է մարդկությունը, այս է մարդուն հոգին։ Եթե ուզածից պես չլա, եթե ուզածից պես չնես, քեզի թշնամի կտեսնեմ։ Ասի մարդու հոգին է, եւ Քրիստոս եկավ մեզի ազատագրելու այս հոգին։ Եկավ մեզի ազատագրելու սատանայի իշխանութենեն, խավարի իշխանութենեն։ Եվ իր այս Երուսաղեմի մուտքը թուր բացավ մեր ազատագրության, մեր ազատումին եւ մեր ներքին խաղաղության։ Շատեր հարցուցին ով է ասիգա, ով է այս Հիսուսը, որ այսքան բազմությամբ, այսքան բացականչությամբ մեր քաղաքը գմտնե։ Շատերսին ուսուցիչ մնե, ուրիշներսին մարգարե մնե, ուրիշներսին մեր թագավորն է։ Ամեն մեկը բանը ասավ։ Զանազան գարձիկներ կային։ Այսօր ես եւ տուն ինչ կսենք իր մասին։ Ով է Հիսուս քեզի համար։ Արդյոք պատմության մեջ եկած խելացի ուսուցիչ մնե, արդյոք մարգարե մնե, արդյոք փիլիսոփա մնե, ով է Հիսուս քեզի համար։ Հիսուսի Երուսաղեմ մուտքը ամբողջ աշխարհի մարդկության, ամբողջ ժամանակներում է արչև, մեզի հարցումիմը արչև գեցնե։ Ով է Հիսուս քեզի համար։ Շատերուն համար բարձ մարդ մնե, շատերուն համար ինչպես ասենք ուսուցիչ մնե, փիլիսոփա մնե, մեծ մարդ է, հրաշագործ է, մարգարե է, բայց շատեր իրենց աչքերը բացին, իրենց հոգին աչքերը բացվեցան եւ տեսան, որ Հիսուս որդի Աստվածն է։ Մարմին արած Աստվածն է, որ աշխարհ եկավ Աստուծո քարնուգը ըլլալու, իմ եւ քու մեղքերու քինը վճարելու, որովհետեւ մենք իրեն հավատալով փրկություն ունենանք, հավիտենական կյանքի փրկություն ունենանք։ Այսօր եկած ենք այս եկեղեցին, եկած չենք միան իրար ուտեսնելու, այլ եկած ենք զարգազարդը դոնախմբելու։ Ինչու ուզես տոնել զարգազարդը։ Որովհետեւ եկեղեցի հագնենք, որովհետեւ լավ հայդակիրիմը ագանադեսլանք, ինչու ուզես տոնել զարգազարդը։
Թուն քեզի հարցում հարցուր։ Եթե թուն այդ ժողովուրդները մեկը լայր Երուսաղեմի մեջ եւ Հիսուս անունով մեկը գմտներ որ Երուսաղեմ ավանագի վրա նստած ինչ պիտի ասեիր իր մասին։ Եվ թեպետ այդպես չէ, այսօր 2000 տարիներ անցած են եւ այսօր մենք 2026-ին գաբրինք Կանադայի մեջ հազարավոր կիլոմետրներ հեռու Երուսաղեմեն, բայց հարցումը նույնն է։ Ինչու գտոնես զարգազարտը։ Ով է Հիսուս քեզի համար։ Անիգա միան պատմական թեմքը չէ։ Այո ուսուցիչ է, բայց միան ուսուցիչ չէ։ Այո իմաստուն մեկն է, փիլիսոփա մն է, բայց միան իմաստուն եւ փիլիսոփա չէ։ Այո մարգարե է, բայց միան մարգարե չէ։ Հիսուս աշխարհի փրկիչն է։ Մեր հոգիներուն փրկիչն է, որ Երուսաղեմը մուտք գործելով սկսավ իր փրկագործության աշխատանքը։ Աստված բոլորիս սիրեց, որ մինչև իր միածին որդին դվավ, որովհետեւ եթե մենք իրեն հավատանք, հավիտենական կյանքը ունենանք։ Հիսուս որդի Աստված է, որ աշխարհի մեղքը գրեց ինձի եւ քեզի համար։ Եվ այս թեփքը հրավեր մնե մեր արջևը։ Մեզի մարդահրավեր մնե։ Զարգազարտը դոնախմբութեն է անտին է, այո դոնախմբություն է, ինչ լավ է որ եկած ենք, ինչ լավ է որ իրար գտեսնենք, ինչ լավ է որ գվայնենք այս հայրակիրը, ինչ լավ է որ ետքը վար միտի իջնենք, միասին միտի խոսակցենք, բայց զարգազարտը ասկե անտին է, ով է Հիսուս ինձի համար, ով է Հիսուս քեզի համար։ Շատերը սին բարի եկար Հիսուս, բայց ադիգա միայն խոսքով էր։ Բարի եկարը միայն խոսքով չէ, այլ բարի եկարը կյանքով պետք է լա։ Բարի եկար Հիսուս իմ կյանքիս մեջ, իմ տանս մեջ, իմ իրականությանս մեջ։ Ճիշտ այստեղ է, որ զարգազարտը իմաստ ունենա։ Դե ոչ ուրիշ օրերու պես կանցնի։ Մենք մեզի խապած կլանք, զարգազարդ մտոնեցինք, լավ հակվեցանք, մարդիկ տեսանք, լավ ուրախ ժամանակ մանցուցինք, ցիկեցինք դուներն իսկացինք եւ վերջ։ Զարգազարտը ասկե անտին է։ Չլանք այն ժողովուրդին պես որ այդ օրը Օվսաննա ասին, բարի եկար Հիսուս, օրտնյալ ես որ Աստծո անունով գուկաս, բայց քանի օրեր վերջ թող խաչվի ասին։ Չլանք անոնցպես։ Այլ երբ որ գահանցնենք եւ մեր կյանքը գահանցնենք իրեն, վստահենք իրեն, որ ինքը լավակույնը գնե մեզի համար։ Ինքը թագավորներուն թագավորն է, դերերուն դերն է, մեր հոգիներուն ստեղծիչն է։ Իր մով մենք կյանք ունենք, իր մով մենք գաբրինք։ Ինքը մեր Աստվածն է։ Թիմավորենք զինքը, մեր կյանքերում մեջ, մեր սրտերում մեջ, մեր կյանքի ամեն բաժիններում մեջ, թող ինքը թագավորը լա, դերը լա եւ մեր հոգիներուն փրկիչը լա։ Տեր օրհնե բոլորս այս օրվան մեջ, որ դոնախմբենք, չի մոռանանք այս ճշմարտությունները։ Մեզի հետ տանենք այս իրականությունները եւ թող Սուրբ Հոգին, թող Աստծո Հոգին մեր սրտերը բանա, մեր մտքերը բանա, այս ճշմարտությունները տեսնելու, որ աշխարհը մեզի չսերասոնք, բայց Աստծո Հոգին մեզի կսորվեցնե, պատրաստ լանք իրեն այո ասելու։
Թող Հիսուս մտնե մեր յանքերու մեջ, թագավորներու թագավոր եւ դերերու դեր։ Տերը օրհնե բոլորդ։ Ամեն։ Այժմ մեր սիրո նվերները Տերոջը տանք։ Մինչ կպատրաստվենք, կպապակին հիշեցնել, որ այս պաշտամունքեն ետվարը դեղի պիտի ունենա գողովներու ասենք ձախվիլը, ինչ որ անցաշապատներուն հայտարարեցինք, որ զատկվա գողովներ պատրաստված են, պապակելի է, որ բոլորս ունենանք և մեր դուները դանենք այդ գողովները։ Շնորհակալ ենք։ Գուզենք ձեր ազնի ուշադրության հանձնել եկող շաբթվան մեջ ուրեմն մեր ունենալիք հաղորդության և խաչելության պաշտամունքները ավակ շաբթվա այս պաշտամունքները աղոթքով ներկայացնենք սիրելիներ 5 շաբթի օրը ժամը 7-ին իսկ ուրբաթ օրը ժամը 6-ին և մեր հաջորդ կիրակի օրվա Քրիստոսի հաղթական հարության դոննալ չմոռնանք, որ մեր երկչախումբը պիտի մասնակցի իրենց քեղազմայլ ցայներով։ Ուրեմն ներկայացնենք բոլորս միասին Տերոջը ներկայությամբ եզասված փառաբանենք։ Հիմա ոտքի վրա դերունական աղոթքով վերջացնենք մեր պաշտամունքը։ Dorme
զիքոյ է արքայություն եւ զորություն եւ փառք հավիդյանս եւ հիմա մեր Տերոջը Հիսուս Քրիստոսի անհուն շնորհքը Հոր Աստծո անբատմելի սերը եւ հոգևոր սրբո հաղորդակցությունը եւ անոր պաշտպանությունը ցեր բոլորին հետ լա ամեն